Դինամիկ ու անկանխատեսելի մերձավոր արևելքում ռազմական բախման շեմին են Թուրքիան ու Իսրայելը։ Կանխատեսում են փորձագետները։ Էսկալացիայի միտումը մենք տեսնում ենք։ Ինչպես մամուլն է գրում, ընդամենը կես տարի առաջ իր բայրակթարների համար Իսրայելից մասեր գնող Թուրքիան այսօր հայտարարում է, որ խզել է բոլոր կապերը այդ պետության հետ։ Իրեն մեծ հումանիստ երևակայող Էրդողանը, որ ցեղասպան է անվանում Իսրայելի վարչապետին, բացի ամեն օր ավելի կոշտացող ռետորաբանությունից, հիմա նաև ռազմական կարողություններն է փորձում ցույց տալ։ Այս վերջին անգամ, երբ որ Իսրայելը հարվածներ է հասցրել թիրախներին, որում Սիրիայի նաև այն կենտրոններում, որոնք գտնվում են հյուսիսում, այսինքն իրենց սահմանից հեռու, ասում են, որպես ինֆորմացիա կա, չեմ կարող ասել ճիշտ է թե չէ, որ Թուրքիան նաև իր ինքնաթիռներն է բարձրացրել։ Թուրքական լրատվամիջոցներն են գրում, որ մայիսի 2-ին Սիրիայի 7-ում թուրքական F-16 կործանիչները մոտեցել են իսրայելական ինքնաթիռներին և նրանց ուղարկել նախազգուշական ազդանշաններ։ Իսրայելը փորձում է վերացնել բոլոր այն որջերը, որ ունի Թուրքիան Սիրիայի տարածքում, մտավախություն ունենալով, թե Էրդողանը հարմար առիթով դրան կարող է ուղղել իր դեմ։ Ասադի դինաստիայի անկումից հետո ու թուրքամետ նոր իշխանության կառավարման օրոք ավելի են խորացել Թել Ավիվի այս վախերը։ Իսրայելը ունի իր խնդիրները կապված Սիրիայի հետ, որոնք ավելի անվտանգային են։ Մտավախություն ունեն Իսրայելի ղեկավարները, որ փաստորեն Սիրիայում այս նոր ուժերը, իսլամամետ ուժերը, որ եկել են իշխանության, նրանք կարող են օգտվել այն օրինակ զենքի պաշարներից, ենթադրություններ կան, որ քիմիական զենքի պաշարներ են եղել եւ այդպիսով վնաս հասցնեն հենց Իսրայելին։ Թյուր են Էրդողանի իշխանության այն պնդումները, թե կոշտ են Նեթանյահուի հետ, որովհետև հրեական պետությունը սպանում է խաղաղ պաղեստինցիների։ Փորձագետների համոզմամբ Էրդողանը այսօր չի թողել Նեթանյահուին իր օդային տարածքով մեկնել Ադրբեջան ոչ թե ինչպես ինքն է ասում Գազայում շարունակվող ցեղասպանության, այլ ինչ-որ առումով Ադրբեջանին ուղերձ փոխանցելու համար։ Չի թողնի մեծ եղբայրը, որ Ալիևը գլխից թռչի։ Որոշ փորձագետներ ենթադրում են, որ Թել Ավիվ-Բաքու տարբեր ոլորտներում ավելի սերտացող հարաբերությունները անհանգստացնում են Թուրքիայի ղեկավարին, որը քիչ է մնում Իսրայելին թշնամի պետություն անվանի։ Ամերիկացիները Թուրքիային կարտ բլանշ են տվել, այսինքն հնարավորություն են տվել, որ իրենց դիրքերը, այսինքն Թուրքիան իր դիրքերը Մերձավոր Արևելքում ուժեղացնի, դառնա Մերձավոր Արևելքի կարևոր ուժի կենտրոններից մեկը, օգտվելով այն հանգամանքից, որ Սիրիայում իրենք մեծ ազդեցություն ունեն։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը պատահական չի համարում, որ երկուշաբթի հեռախոսով խոսել են Էրդողանն ու Թրամփը։ Միջազգային լրատվամիջոցները գրում են, հաստատ ԱՄՆ ղեկավարը թուրք պաշտոնակցին զսպվածության կոչ է արել Իսրայելի հետ սրացող հարաբերություններում։ Էրդողանը կարող է ինչ-որ ամերիկացիներից մի բան պոկել, մի բան ստանալ, այն բանի համար, որ ինքը չսրի հարաբերությունները ներկա փուլում Իսրայելի հետ։ Իսրայելի հետ ուղիղ առճակատումից Թուրքիային նաև հետ է պահում ՆԱՏՕ-ի անդամ լինելը։ Ցանկացած ուղղակի ռազմական հակամարտություն կարող է բարդացնել հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների հետ, ակամա ներքաշելով նրանց պատերազմի մեջ։ Գայանե Մովսիսյան, Նորայր Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։